Եթե քո անտակտության, գրեհկության, անշնորհք պահվածքի կամ պիղծ վարքի մասին գրառում ես կարդում, միշտ ապիր քո անտակտ մեկնաբանությունը թողնել գոնե այդ գրառման մեջ, ասեմ ինչու։ Նախ եւ առաջ նման կրթական թեմաների շուրջ սովորաբար հավաքվում են կիրթ մարդիկ, ովքեր տարիների վեր հանդուրժել են ձեր զզվելի վարքն ու անդաստիարակ գոյությունը։ Ստացվում է, որ այդ մասսայի մեջ որևէ բառ գրելով դուք ավելացնում եք ձեզանից զզվող մարդկանց լսարանը։ Եվ երկրորդ ամենակարևոր վտանգը արգելափակումն է։ Բնականաբար ձեր փոքրությունը ստիպում է ասել. «Արա մորասարև ինչ կարաս անես, մաքսիմում պետք է արգելափակես, ինձ ոչ դու ես պետք, ոչ էլ քո լսարանը»։ Սակայն նույնիսկ չեք նկատում, թե ինչ է կատարվում ձեզ արգելափակումից հետո։ Դες թվում է խնդիրն ավարտվեց, դուք հաղթեցիք, որովհետև ձեր իբր ճշմարիտ խոսքին քաղաքակիրթ աշխարհը պատասխան չուներ։ Իսկ իրականում արգելափակումն ամենամեծ վնասն է տալիս, որովհետև արդյունքում բոլոր նրանք, ովքեր մինչ այդ տեսնում ու հանդուրժում էին ձեզ առօրյա կյանքում, հիմա տեսնում են ձեր դեմ պայքարելու մասին արցնացնող ուղերձները։ Սկսում են ձեզ ու ձեզ նմաններին չընդունել որպես հասարակության նորմալ մասնիկ։ Օրորի ավելանում է ձեզ չվստահողների թիվը։ Սովորում են ինչպես պատասխանել կամ կազմակերպում ինչպես մերժել այսուհետ ձեզ ու զրկել այս կամ այն հարթակից, հարգանքից, բայց դուք այդ մասին ոչինչ չեք իմանում, որովհետև ձեզ արգելափակել են այն հարթակում, որով բարձրաձայնվում են ձեր դեմ պայքարելու մեթոդները։ Դե ինչ, տեսնենք այս տեսանյութն ովքեր կտարածեն եւ ովքեր կլինեն անտակտ մեկնաբանությունների հեղինակները։